Այսպես եմ վերնակրել խոսքը, անեծք մեղքի պատճառով այսպես, որովհետև մարդը անեծք կարող է քաշել, անեծք վնաս, զրկանք քաշել, նաև չար մարդկանց չարության պատճառով, սատանայի հարձակումների պատճառով, զրկանք է և վնաս է նաև հիվանդությունը, որ մարդը կարող է մրսել բնական պատճառներով, կա նաև մեղքի պատճառով։ Մարդը այս իմանալով ավելի է երկյուղած վարում, Աստծո առաջին զգույշ լինում, որ Տիրոջ առաջնորդությունը ունենա, լինի օրհնության տակ։ Հիշեցնեմ ձեզ Ադամի հետ տեղի ունեցածը, շատ անգամ ենք կարդացել, կարդամ 3-րդ գլխից, Ծննդոց 3-րդ գլխից 17-ից 19 համարները, Աստված Ադամին ասեց, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառիցը, որի համար պատվիրեցի քեզ ասելով, նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերումը, նա փուշ ու տատաս բուսեցնե քեզ համար, և դաշտի խոտն ուտես, երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչև որ ետ դառնաս դեպի երկիրը, որովհետև նրանից առնվեցար, նրա համար որ հող էիր դու և դեպի հողը դառնաս։ Տեսեք ինչքան բան տեղի ունեցավ, փոխվեց երկրի վրա, նույնիսկ Ադամը, որ երկրի վրա էր մեծը, իշխանը, նրա մեղանչելու պատճառով անեծք եղավ երկրի վրա, իր կյանքի մեջ և իր սերունդի փոփոխություն եղավ, նեղություններ, դժվարությունով ապրել, փուշ ու տատաս պիտի բուսեցներ երկիրը, երբ որ Աստված ստեղծել էր ամենը, ավարտել, ասել էր ամեն ինչ շատ բարի է, խափանվեց Ադամի պատճառով, շատ բարիք բաներ, գազանություն, վայրենություն, կենդանիները սկսեցին իրար հոշոտել, որ այդպես չէր, բարի էր։ Դա այդ մին կարճ նախադասությունը ցույց է տալիս երկիրը ինչ տեսք ուներ, ինչ դրվածք ուներ, կենդանական աշխարհի ներդաշնակությունը փոխվեց մարդու պատճառով։ Բայց մարդիկ շատ անգամ մեղադրում են Ադամին, իրենց երևի թե համարձակվում են արդար տեսնել, համարձակ մեծ հորը մեղադրում են Ադամին, որ մեղք չգործեր, այս անեծքը չգար մեզ վրա, բայց ավելին մեծ մեղքեր են գործում։ Նենգությամբ, դիտավորությամբ, չար բաներ անում մեկը մյուսի հանդեպ, շատ անգամ չեն էլ նկատում, որ ինչ չարիքներ են անում։ Եվ եթե Ադամի մեղքը հետևանք ունեցավ, որպես երկրի վրա առաջին մարդը, մեծ հայրը և որպես իշխան, ամբողջ աշխարհի երկրի վրա ազդեցություն ունեցավ։ Ամեն մարդ, որ մեղք է գործում, իր ճյուղը, իր սերունդի վրա ազդեցություն է ունենում, երբ որ ապրում է մեղավոր ընթացքով։ Մեղք գործել, նկատի ունեմ, ապրում է այդ կյանքով։ Սուրբ Գիրքը դա նկատի ունի։ Շատերը չեն կարողանում տեսնել իրենց հասած չարիքի պատճառը, չեն կարողանում տեսնել իրենց հասած ողորմությունների, բարիքի պատճառը, Աստծո սիրո, խնամքի տեսանկյունը չեն տեսնում։ Լսած կլինեք շատեր ասում են, ում էինք վատություն արես, փորձանքն եկավ մեզ վրա, կամ մի նեղ վիճակից փրկվում են, բրծնում, ասում են, ում էինք մի կտոր հաց տվե, հետարքիր է, այսինքն անհայտ է իրենց, ինչու բրծան ես վտանգից։ Չեն տեսնում, մարդիկ չեն իմանում։ Աստված ողորմություն արեց դրա համար մարդկությանը, թեև մինչ օրենք տալը ներգործում էր մարդկանց վրա, որպեսզի ինչ որ չափով մարդիկ հասկանան վատն ու լավը իր ազդեցությամբ, սակայն օրենքի տալով, օրենքը, սուրբ օրենքը, որ Մովսեսի միջոցով տրվեց, իրավունքի և անիրավության սահմանը ցույց տվեց,
Եվ թեև օրենքը տրվեց, էլի մարդիկ անզգուշությամբ էին ապրում, չէին պատկերացնում օրենքի արժեքը, ինչ կարևոր է սա, ցույց է տալիս օրենքը, եթե խախտում ես օրենքը, անիրավություններ ես գործում, դու մտնում ես անեծքի անձրևի տակ, հետևում ես Տիրոջ կամքին, եթե միտեղ ես խալվում ես, ուղղում ես քեզ, զղջում ես, ճիշտ ես ապրում, ում զրկել ես, հատուցում ես, գալիս ես օրհնության անձրևի տակ, օրենքը ցույց էր տալիս, բայց մարդիկ չէին պատկերացնում, Ելից գրքում 20-րդ գլխում Մովսեսի միջոցով օրենքը տվեց, բավական ժամանակ հետո գրվեց երկրորդ օրինաց գիրքը, զգուշացում է երկրորդ օրինաց գրքում 28-րդ գլխում, որ մարդ ուշադիր վարվիր, օրինակ 28-րդ գլխին սկզբից, որ ասում է, եթե իմ խոսքը պահես, իմ օրենքը պահես, կօրհնեմ քեզ, քո ունեցածը, քո սերունդը, քո որդիներդ, քո որովայնիդ պտուղը։ Պատկերացնում եք, քո իշխանության տակ լինող բաներին կօրհնեմ։ Բայց 58-59 համարում հակառակն է ասում։ Եթե մեկը օրենքը խախտի, անիրավության ճանապարհի մեջ գնա, ինչ կլինի նրա հետ։ Եթե այս գրքի մեջ գրված 58-59 համարն եմ կարդում 28-րդ գլխի։ Եթե այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես եւ որ վախենաս այն պատվական եւ ահավոր անունից, այսինքն քո Տեր Աստծուց, որովհետեւ Աստված էլ կզարկե քեզ, կհարվածե քեզ եւ քո սերնդին անսովոր հարվածներով, մեծ եւ երկարատև հարվածներով, չար եւ երկայն հիվանդություններով։ Այսինքն, եթե դու այս ճանապարհից դուրս գաս, ոչ միայն քո վրա անեծքի, զրկանք, հիվանդություններ կգա, նաեւ քո սերնդի։ Աստծուն հավատացող մարդը, որ կարդում է գիրքը կամ հավատքով եկել է Աստծո առաջին խոսքը լսելու, այս խոսքերը ոնց որ ազանգ, զգուշացում լինեն, որ մարդ իրավունքի արդարության ճանապարհի մեջ մնա։ Էլ ավելի պատասխանատվություն է տեսնում մարդը իր վրա։ Աստծուն դառնալը, Աստծո արդարության ճանապարհի մեջ մնալը, Աստծուն հավատալը ոչ միայն մեր անձի փրկության հարցն է, նաև մեզ նայողների, մեր սերնդի։ Հետևանք է բերում դա նաև մեր սերնդի վրա։ Եթե մենք մեղադրում ենք Ադամին, համարձակվում ենք մեղադրել, մենք որքան ենք խախտումներ արել, մարդկությունը որքան է խախտումներ արել։ Ուշադրություն եք դարձնում, գենետիկական, ժառանգական հիվանդություններ ու անեծքներ կգան ու գալիս են մարդկանց վրա, ասում է, ես էլ կհարվածեմ քեզ նաև քո սերնդին։ Փաստորեն Ադամ մեղանչեց, Ադամից հետո հաջորդները, որը ինչ տեսակ մեղքեր գործում իր սերունդի վրա, կարծես մի անեծքի չարի դաշտ դուր բացած հետևանքներ թողնի։ Այո, եւ կան գենետիկական հիվանդություններ, ժառանգական, չարի հարձակումներ, ժողովուրդ կա, որ ազգա, որ շատ դիվական ազդեցություններ կան։ Եվ դա հենց մեղքի, նայում է շատը մեծամասնություն, մեղքի պատճառով, մարդկության մեղքի պատճառով։ Սակայն Ադամը, եթե չլսեր, չիմանար Աստծո խոստման մասին, որ խոստացեց կնոջից ծնվածը կջախջախի օձի գլուխը, սարսափով պիտի ապրեր, այս խոստումով ապրեց։ Այսօր այս խոստումը կատարված տեսնում ենք, Քրիստոս աշխարհ եկավ մեղավորը փրկելու համար, մեղքերի հատուցում տալու համար, պարտքը հատուցելու համար։ Տեսեք, այս Գաղատացիս նամակում այսպիսի մի արտահայտություն կա, Գաղատացիս նամակի 3-րդ գլխից 13 համարը Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքիցը, մեզ համար անեծք լինելով, քանի որ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Օրենքը բացահայտում էր, որ մարդը չար է գործել եւ անեծքի տակ է։
օրենքի բացահայտած անեծքները, պարզաբանված այդ մարդը գալիս է Աստծո առաջին, խնդրում է ներում, Քրիստոս հատուցեց, որ մեր մեղքերը եւ հետևանքները փաստորեն նաեւ այդ անեծքը իր վրա վերցրեց, որովհետեւ գրված է, անիցյալ լինի նա, որ փայտից կախվեցավ։ Եվ այն մարդիկ, որոնք ընդունում են Քրիստոսին, շատերի կյանքում նույնիսկ գենետիկական հիվանդություններ, դիվական հարձակումներ, հոգեկան ստրեսներ, խանգարումներ կանգնում են, դադարում են։ Մարդիկ նայում են կիսատ հետ, ասում են, դե մեր պապերես ինչ սուրբն են պաշտել, այն ինչ սուրբ կոչեցյալին են պաշտել, այլ եւ այլ կրապաշտական ինչ-որ արարողություններ են հնարել ու ժառանգություն թողել իրենց սերունդին։ Իմ հարազատներից մի թևի, ասես մի ճյուղի, ասեցի, դուք չեք նկատում, ձեր ազգի մեջ վաղաժամ մահերը լցված են։ Դուք մի հատ սուրբ եք սարքել ձեր բոստանում, ձեր պապու սարքած սուրբը ու երկրպագում պաշտում եք, ասում եք, դե մեր պապին էս է պաշտել, այդ անեց կա թողե ձեր վրա։ Աստծուն պաշտիր։ Հենց առաջին պատվիրանը, որ ասում եք, բացի քո Տեր Աստծուց ուրիշ աստվածներ չունենաս, շարունակությունում ասում եք, ինձ սիրողների, իմ խոսքը, ինձ պատվողների 1000-րդ սերունդը կօրհնեմ, ուշադրություն դարձեք, գենետիկական օրհնությանը պատճառ կարաս դառնաս, օրհնության պատճառ։ Ինձ ատողների մինչև 3-4 սերունդը կանիծեմ։ Պատկերացնում եք, պապս ես իմ ինչա հնար է, Աստծո ողորմությամբ պրծել եմ, ես փոխվեցի, տանեցքներից ազատվել եմ, շատերը այդ անեցքի տակ կախարդված մտքները չեն կարողանում Քրիստոսի փրկարար գործը ընկալել, հասկանալ, ոնց բացատրում ես մթագնած են, իրենց սուտ պաշտամունքը համարում են ճիշտ։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ օրհնի, որ մենք սթափ լինենք։ Քրիստոսին հավատալը մեր կյանքի համար, կարծես ես մի նոր սկիզբ, Աստծո ողորմությունը, ներգործությունը մեզանում սկսվի ու տանի հավիտենության, իր օրհնությամբ, շրջադարձ մեր կյանքում, վերցվի մեզանից այն անեծքները, այն չար հետևանքները, որ մեր պապերից, որ շեղվել են, ժառանգել ենք, վերցվի մեզանից։ Մարդիկ գենետիկական հիվանդությունից են ազատվել։ Կան, օրինակ զոբ հիվանդություն չէ, որ ժառանգական է, կա, որ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով առաջանում է։ Կնոջս մոտ եղել է դա ժառանգական։ Այնպիսի մի ստադիայի մեջ էր, որ երեխա էլ պետք է ունենար, կամ երեխան պետք է հեռացնեին իրեն օպերացիա, ինչ-որ միջոցներ, որովհետև ասում էին, որ չի այդ երեխան առողջ ծնվի։ Եկանք Տիրոջ առաջին, խնդրեցինք, աղաչեցինք, Տեր մեզ ողորմի, սրբի մեզ ամեն անիրավությունից, այն բնավորություններ, այն սխալները, որ ժառանգել ենք մեր մեծերից, դրանք էլ քննում, դատապարտում ենք, Աստված ողորմեց, վեր առավ այդ հիվանդությունն էլ, խեղդվում էր, այնքան էր մեծացել այդ հիվանդությունը, խեղդում էր իրեն, ազատվեց այդ հիվանդությունից, հետք չթողվեց, երեխան էլ ծնվեց առողջ, հիմա Աստված ոչ միայն այլ եւ այլ ճանապարհներով էլ ունի բժշկելու, ասենց ասած, տարբերակներ, սակայն նախ մարդը, եթե տեսնում է իր կյանքում նման բան, գենետիկական, եսիմ ինչ աղբյուրներից է, որ եկել է իր պապերի մեղքերի պատճառով, գուցե ես կրկնում եմ, ապրում եմ այդ նույն գաղափարներով, չեմ նկատում, այդ սխալ սովորություններ, դրվածքներ, պետք է լրիվ թողնել, սրբվել դրանցից եւ դրանց հետևանքը անեծքից էլ կազատվենք Հիսուսին հավատալով։ Հիշում եք, որ մի անդամալույցի բերեցին, Քրիստոսի առաջ դրեցին, տանիքը բացեցին, քանդեցին, դրեցին Հիսուսի առաջին, Հիսուս նրանց հավատքը տեսնելով, ինչ ասեց այս հիվանդին, հիշում եք։ Մեղքերը թողված են։ Եվ որպես վկայություն, փաստ, որ մեղքերի թողելու իշխանություն ունի, Հիսուսն ասեց, վեր կաց մահիճը տար եւ գնա քո տուն, բժշկեց, մեղքերի թողություն շնորհվելուց հետո մարդը բժշկություն ընդունեց։
Մարկոս Ավետարանի 2-րդ գլխի 5-րդ համարում է ասում դա։ Բայց եթե մարդիկ այդ խոնարհությունը չանեին, այդ հավատով չգային Աստծո առաջին, չէին էլ ստանա բժշկություն, չէին էլ ստանա օրհնություն։ Մեզ համար սա շատ կարևոր է։ Ժողովուրդ, այ հավաքված ենք, շատերը հեռվից լսում են, աչքովս տեսած բան եմ ասում։ Շատ հավատացյալներ Հիսուսին Տեր ընդունել են, Աստծուց ողորմություն, օրհնություն ստացել են, բայց օրհնությունները ստանալուց հետո ուշադրություն չեն դարձրել, որ Քրիստոսի պատճառով եկավ այս օրհնությունները։ Շատ անգամ կապում են իրենց հետ, իրենց ստացած բարիքները, օրհնությունները, հաջողությունները, հիվանդություններից բժշկվելը, չեն կարողանում խորապես գնահատել Քրիստոսի չարչարանքների հաշվին ստացանք սա։ Մեր կողմից, մեր զղջումը, մեղքի հրաժարվելը, մեղքը դատապարտելը արտահայտվեց։ Մենք կատարեցինք այդ քայլը։ Չեն կարողանում խորը նայել այդ հարցին։ Հանդիպում են մեկին, որ շատ են սիրում, շատ են հոգանում, ինչ-ինչ փորձանքի դժվարության մեջ է, սկսում են գնա քո համար աղոթք անեն։ Աղոթք անեն կլավանաս։ Հայ քեզ բան։ Այսպես չի։ Մարդը պիտի թողնի իր մեղքը, դառնա դեպի Աստծուն։ Եթե մարդը բռնել է մեղավոր ճանապարհը, ծառայում է չարին, բռնել է այդ ճանապարհի մեջ է, ինքը չի ուզում ապաշխարի։ Ինչքան ուզում ես աղոթք արա։ Ինքը ծառայում է չարին։ Մի ճամփի մեջ է, որը անձրև է գալիս անեծքի։ Օրհնության անձրևի տակ չի։ Աստված ասում է, եթե դու թողնես չար բաները, իմ անունից վախենաս թողնես այս չար բաները, ես քեզ էլ կօրհնեմ, քո սերունդն էլ, բայց եթե իմ անունից չվախենաս, իմ խոսքը չպահես, գնաս անիրավության ճանապարհով, ոնց որ նոր կարդացինք, քո եւ քո սերնդի վրա հիվանդություններ եւ տարօրինակ նեղություններ ու դժվարություններ կգան։ Արդեն ասում է Աստված, մենք ինչպես այս զգուշացումը չենք նկատում, չենք տեսնում։ Մարդը հաջողություն է ստանում, օրհնության մեջ է, չի կարողանում գնահատել դա։ Այդ մարդը վտանգված է հեշտ ետ դառնալու։ Հիշում եք Գեզին։ 4-րդ թագավորաց գրքում Գեզին պատմվում է այն դեպքը, որ Եղիսեին օգնում էր, ծառայում էր Եղիսեին։ Ասորեць զորավարը եկավ Եղիսեի մոտ, մի երեխայից վկայություն ստացած, որ այնտեղ մի մարգարե կա եւ քեզ կօգնի։ Իսկ Ասորի զորավարը Նեման անունով բորոտ էր։ Մեծ նվերներով, մեծ հնարավորություններով, զորքով եկավ, հասավ Եղիսեի մոտ եւ բժշկություն ստանալուց հետո կարճ եմ պատմում, նա մտածում էր, որ նվերներ տա, հանդերձներ, փոխնոտ հանդերձներ էր բերել, արծաթ էր բերել, մեծ քանակի, որպես նվեր տա այդ բժշկություն ստանալու համար, բայց մարգարեն չվերցրեց, որպեսզի այս մարդու սիրտը անարգելք կապվի իր Աստծո հետ, կարողանա ապաշխարել այս մարդը, եւ իրոք նպաստեց դա նրան ապաշխարության, բայց երբ որ ճանապարհեց այս զորավարին եւ նա ետ գնաց, Գեզին, որ ծառայում էր մարգարեին, 4-րդ թագավորաց գրքի 5-րդ գլխի 20 համարում Գեզին մտածում է, որ ես այդպես չպիտի թողնեմ։ Իմ Տերը խնայեց այս Նեեմանին, նրանից ոչինչ չվերցրեց։ Պիտի գնամ մի բան պոկեմ դրանից։ Եվ գնաց խաբեց, ասեց իմ Տերն ինձ ուղարկել է, որ մարգարեների որդիներից երկուս եկել են եւ նրանց համար երկու փոխնորդ հանդերձ եւ մեկ տաղանդ արծաթ է ուզում։ Ասեց խնդրում եմ երկու տաղանդ վերցրու, երկու փոխնոտ հանդերձ է տվեց, սատարավ թաքցրեց Գեզին եւ երբ որ եկավ մարգարեի մոտ, մարգարեն ասեց իմ հոգին տեսավ, որ դու ինչ արեցիր։ Եվ այս մարդը եկավ, իջավ կառքից քեզ դիմավորեց, քո այդ ուզածը տվեց ու դու տարար թաքցրիր։ Դրա ժամանակն էր հարստության վազելու, այգիներ տնկելու մասին ես մտածում,
ունեցվածք ունենալու մասին ես մտածում, մարդու կյանքի հարցեր, մարդու ապաշխարության հարցեր, ու ինչ է ասում 27 համարում, ուստի Նեեմանի բորոտությունը քեզ և քո սերնդին փակչվի, կպնի հավիտյան, և նա դուրս գնաց նրա առաջից ձյունի պես բորոտ։ Տեսնում եք, նա Գեզին շատ օրհնություններ էր տեսել Աստծուց, մարգարեի հետ քայլում էր, օգնական էր նրան, Աստծո առաջնորդություն խնամք շատ էր տեսել, բայց սիրտը կպած ունեցվածքին, չհասկանալով, որ իրենց կյանքում եղող հաջողությունները, այս օրհնությունները Աստծո ձեռքով են, չգնահատելով, հեշտությամբ գնաց շահի ետևից և ստություն գործեց, անիրավություն գործեց, եկավ անեծք իր վրա և իր սերունդի վրա։ Մարդ վախով պիտի վարվի Աստծո առաջին, կարող է անզգուշությամբ այսպես ապրի մարդը, չպատկերացի, որ մի օր խորը գնահատականի է արժանանալու, լուրջ վնասի, իր և իր սերունդին կարա վնաս պատճառի, վատ հետևանք թողնի իր սերունդի վրա, բայց այն մարդը, որ գալիս է դեպի Քրիստոս, եթե մի բան էլ ժառանգել է, կանգնում է այդ անեծքը։ Շատերը մեր կյանքում փոխվել են, շատ հիվանդություններից, անբուժելի հիվանդություններից ազատվել են, հոգեկան խանգարումներից ազատվել են, բժշկվել են, դադարել է, և բնականաբար այս օրհնությունը իրենից որպես ժառանգորդներին իր սերունդին պիտի անցնի որպես հավատքից ձեռք բերված օրհնություններ արդեն, ոչ թե իրենց պապերից եղող անեծքը շարունակվի։ Այս մարդը կարծես պատճառ դառնա, որ կանգնի դա, եթե որդիները իհարկե լսեն իրենց ծնողի, հարգեն այն հավատը, որ ունի, կընդունեն նաև այն օրհնությունը, ինչ որ Աստված խոստացել է հավատացող ծնողին, կընդունեն նաև որդիները, բայց եթե մերժեն, բնականաբար պիտի վնաս քաշեն։ Շատ մարդիկ նայում ես օրհնյալ ընտանիքից, բայց մերժում են իրենց ծնողի աստվածապաշտությունը, արդարության ճանապարհի մեջ գնալ, այդ օրինակ չեն վերցնում, չեն հարգում, և այլ ազդեցություններ է գալիս այդ մարդկանց վրա։ Թող Աստված մեզ օրհնի, ժողովուրդ ջան, Տերը պահապան, մենք թեև ձրի ենք ստացել Քրիստոսով, մեղքերի թողություն և մեղքերի հետևանքից ազատվելը, անեծքից ազատվելը, սակայն մեծ գին է վճարել Տերը։ Մարդ, որ մի բան ձրի է ստանում, ձրի էլ հեշտ տանում է, կորցնում։ Շատ են օրինակներ պատմել եղբայրներս, վերջերս էլ մարդ, որ ինքը չի սարքել տունը, կարողանում է հեշտ էժանել ծախի, բայց իր ձեռքերով սարքած իր համար ուրիշ արժեք ունի։ Բայց այստեղ մեզ կօգնի մեր դատողությունը, գիտակցությունը, թեև ձրի ենք ստացել անեծքից ազատվելու այս օրհնությունը, չարի հարձակումներից ազատվելու այս օրհնությունը, բայց մեծ գին է տրվել։ Մենք գնահատելով այս գինը պետք է թանկ պահենք, ետ չդառնանք այն անիրավություններին, որ մեր նախնիներն են արել։ Եթե նախնիներն արել են, հեշտ են մարդիկ ետ դառնում։ Ոչ, դա չլինի մեզ համար այդպես։ Աստված օրհնի մեզ, զգաստ և արթուն լինենք, աղոթք անենք։